Ամուսնու սիրուհի հետևից կինը միշտ ընկած է։ Սա էլ է լինում փոխադարձ համաձայն։ Այսինքն կինան չդուր է գալի այդ դետեկտիվ խաղալը։ Երեխաները տեսնեն, որ մի դռնից հայնում հայը դուրս եկան շփթալով ու չհասկանան, թե ինչ այնտեղ կատարվում, հասկացաք, չէ՞, խորհուրդն եմ ես ասում։ Սա ամենաերջանիկ ընտանիքի եւ երջանիկ երեխայի գրավական։ Հաշվարկով ընտանիք չի կազմվում։ Հաշվարկով կազմվում է բիզնես տանդեմ։ Դա կարող լինի երկու պարտներներ, գումարը կապում է ձեռքերը մարդկանց։ Այդ գումարը երբեմն ուղղագահությունը մարդկային կապում է մարդկանց ձեռքերը։ Իրանք թույլ չեն տալի իրանց հույզերի մեջ դնել ազատ։ Քանի կինը տղամարդուն է նայում որպես բա ինքը բի աշխատի եւ այլն, հա տոյս որպես ես սենսս։ Եվ տղամարդն է կնոջն է նայում որպես հավաքարար, մաքրուհի սենց ասեմ, մենք չենք կարող լավ ընտանիք կառուցենք։ Ափսոսում եմ այն բաժանությունների համար, որը տեղի է ունեցել ներձակա շրջապատի դրդումով։ Բաժանությունների 90%-ը այդ դրդումով է տեղի ունենում։ Հաճախ լինում է, որ գալիս են հոգի բանասենյակ ու անկեղ խոսում են ու ասում են իրականում ես չեմ ուզում բաժանալ։ Բայց դե մեր ես քուրս ընկերուհիս են մեկ ասում ես քո տեղը հիմա որ ես չբաժանվեմ, ես նվաստանալու եմ, հասկացաք չես։ Ինչի առիթով ես խորհուրդ եմ տալիս մարդկանց անձնական թեմաներով չխորհրդակցել մտերիմների հետ։ Ողջույն, այսօր խոսելու ենք ընտանեկան ձևաչափերից։ Յուրաքանչյուր ընտանիք ունենում է իր ներքին խոհանոցը եւ սա բնական է։ Սակայն կան ձևաչափեր, որոնք մեզ համար խորթ են, անհասկանալի։ Այսօր դրանցից մի քանիսի մասին ենք խոսելու, սակայն նախքան դա ուզում եմ ձեզ հիշեցնել մեզ բաժանորդագրվելու մասին YouTube-յան ալիքում։ Ինչպես նաև կսպասեմ ձեզ մեր այլ սոցիալական հարթակներում, դրանք են Instagram, TikTok եւ Facebook-ը։ Առանձնակի անհամբերությամբ կսպասեմ ձեզ Patreon-ում։ Աջակցելով մեզ Patreon-ի միջոցով դուք հնարավորություն եք տալիս շարունակել մեր աշխատանքը։ Եվ այսպես այսօրվա իմ զրուցակիցն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մադաթյան, հայկական ընտանիք, հասարակություն, թվում է թե ձևաչափը մեկը պիտի լինի բոլորիս համար ընդհանուր, անկախ նրանից, որ խոհանոցային առանձնահատկություններ կան։ Բայց այսօր շատ տարածված է մի ընտանիքի ձև, երբ որ համատեղ մեկ տանիքի տակ են ապրում, բայց յուրաքանչյուրը իր կյանքով։ Տեսեք, հենց մեր սխալը կայանում է նրանում, որ մենք փորձում ենք ինչ որ մի գաղափար մտցնել մի ֆորմատի մեջ ընտանիքի եւ սուբորդինացիոն առումով եւ հարաբերությունների առումով եւ մնացած առում։ Խորհրդային շրջանից եկած մի հատ կլեյմո ունենք ընտանիքի, չէ, ընտանիքի հայր, ընտանիքի մայր, ընդեղ տենց է, չէ, ամուսին կին չէ, ընտանիքի հայր, ընտանիքի մայր, դրսակի այդ դաժե այդ սեռական կապը դա դունը չկա, սովետ շրջանում դες բան չկա։ Երեխեքի ինչ որտեղից հարագիններ բերում երևի ու երեխաներ։ Այս ընտանիքի մոդելն էր, որը գնում էր ընտանիքի հայրը որոշում էր ընդունում ընտանիքի հայրը, մայրը։ Ճաշերը փոմ չեն, շոշկամ լվացքեր անում, չեմ բոլոր այդ պլակատների բանը մեծ է։ Հիմա 70 տարի մեզ ինչ որ ստերեոտիպ են փաթաթել, բայց նույնիսկ խորհրդային շրջանում արդեն կային տարբերվող ընտանիքներ։ Իհարկե խորհրդակոմունիստական պարտիան դա չէր ընդունում եւ այդ մարդիկ այդ ընտանիքների այդ որակները սկսում էին թաքցնել, որպեսզի աշխատանքում այլ տեղերում խնդիրներ չունենան։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ընտանիքը դա սուբյեկտիվ մեծություն է եւ յուրաքանչյուր ընտանիք իր առանձնահատկությունները կարող ունենա ու կարևորը այստեղ այն չի, թե ինքը համապատասխանում է կլիշեին, թե չի, այլ կարևորը այն է, որ երկուսը ընտանիք կազմողները համաձայն են այդ։ Այսինքն ցանկացած ձևաչափ ընդունելի է։ Ընդունելի է, եթե փոխադարձ համաձայն։ Միանշանակ։ Եթե փոխադարձ կոմֆորտ կա, եթե փոխադարձ համաչափը, եթե փոխադարձ որակը չի փչացնում։ Նույնիսկ այն ձևաչափը, որ ամուսինը, չգիտեմ, հա, ամուսնու սիրուհի հետևից կինը միշտ ընկած է։ Սա էլ է լինում փոխադարձ համաձայն։ Այսինքն կինան չդուր է գալի այդ դետեկտիվ խաղալը։ Ամուսինն էլ այդ դետեկտիվի պայմանները ստեղծում։ Էս էլ է կամ հակառակը, հա, ես ամուսին կին ասի, կարող հակառակը լինի, ոչ մի տարբերություն չկա։ Հասկացաք, չէ՞, ինչի մասն է։ Այդ իրաց զբաղմունքն է, ինքը հենց Էրքյուլ Պուարո է իրանց ընտանիքում, ինքը որոշում է, թե գնաց արցոք հանդիպեց, ճսով զանգեց, պամպեր երախոսը ստուգ է։ Ման այդ իրանց զբաղմունքն է, մեկը նարդի է խաղով, են մյուսը երախոսը ստուգում, ինչ տարբերություն։
Սա վստահության պակաս է, թե ինչ է, սա խաղի ձև է։ Տեսեք, սա կարա լինի խաղի ձև, կարա իրական, ես հիմա իրական մոդելի մասին չէի, որը դիսկոն, թե այդ խաղը երկուսին էլ կոմֆորտ է պատճառում, ինչ որ մեկը խանդում է, սենց ասեմ, ու ինքը կոմֆորտ է իր խանդի մեջ, քիչով բաներ է գտնում, ինչ որ թեզիսներ է ապացուցում, որովհետև երբ որ մենք դետեկտիվ ենք նայում, հասկանում ենք ով ա սպանողը, շատ ուրախանում ենք, չէ՞ որ մենք խնդիրը գտանք, այ մոտարապես այդ խաղն է։ Այն մյուսն էլ ստեղծում է դրա համար պայմաններ։ Հատուկ ինչ որ sense հանդիպումներ կամ մի հատ պատահական զանգ, որը բերելու է այդ խոսակցության ֆլիրտի կարգավիճակի մեջ։ Okay, սա okay է։ Եթե դա իրականում դիսկոմֆորտի է բերում, ապա սա արդեն խաղ չի։ Պարոն Մադաթյան, շատ հաճախ մենք տեսնում ենք զույգեր եւ նույնիսկ իրենց օրինակ ենք բերում, ասում են, տեսնում եք ինչ միասնական են, իրենցից սեր է ճառակում, մեկ էլ որոշ ժամանակ հետո լսում ենք, որ ամուսնալուծվեցին։ Այսօր այդպիսի դեպքերը շատ է։ Այո, եկեք տարբերակենք տեսանելի մասը իրականության հետ։ Բոլորս էլ գիտենք, որ ընտանիքի սոր իզբի, ոնց են ասում, կեղծ աղբը տնից դուրս չեն հանի։ Ու շատ ընտանիքներ նույնիսկ լավ վիճած իրավիճակում իրար հետ ժպտալով, իրար թև ընկած գնում են տարբեր հանդիպումների, ցույց տալով, որ իրանք շատ համերաշխ են եւ ամեն, բայց տանը կան բազմաթիվ խնդիրներ։ Ոչ մեկս մեր տան ունեցած խնդիրները ի ցույց չենք դնում համայն աշխարհի, սա նորմալ երևույթ է, եւ ես կարծում եմ, որ զարմանալ սրա վրա նույնպես կարեւոր չէ։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես սխալ է որևէ ընտանիքի մասին կարծիք ունենալ։ Գիտեք, ինչ կա, ընտանիքը դա չափազանց ինտիմ մեծություն է, որպեսզի ես գնահատեմ ուրիշի ինտիմը որպես դրական կամ վատական, գոնե այդ ինտիմից պետք է տեղյակ լինեմ։ Բայց ես տեղյակ չեմ, ես այն տեսել եմ ինչ որ սեղանի շուրջ, ինչ որ միջավայրում, մեկը մյուսին ջան է ասում, մյուսին արևս է ասում, հետո գնում են տուն ու սուզերով պար են խաղում իրար հետ, հասկացա մինչև մարդասպանություն։ Ես այն մյուս մասի հետ տեղյակ չեմ, կուրսի չեմ, ես այս ցուցադրական մասը մենք կարող ենք ում հետ ուզես, ոնց ուզես կազմակերպել։ Դրա համար եմ ասում, կան բաներ, որ այդտեղ պետք է մենք սովորենք վերջապես քիթներս չխոթել։ Որոշ ընտանիքը դա իր անտառն է, մութ անտառ բավական է, ինքը կորոշի, եթե ինքը թույլ չի տալիս, որպեսզի դու միջամտես, այսինքն անձամբ չի եկեք, ու այդ կիսվի իր անձնական խնդիրը, խորհրդակցի, դինի, ինչ որ դեպի փորձի հասկանալ քո կարծիքը, ապա դու իրավունք չունես որևէ մի կարծիք ունենաս։ Սրանք էլ էսպիսի մարդիկ են, նրանք էլ այնպիսի մարդիկ են, օքեյ, ամեն ինչը շատ ճիշտ է։ Խոսքը սրա մասին է։ Մենք պետք է սովորենք հարգել դիմացինի անձնական տարածքը, մենք չենք հարգում, մենք հա ինտերվենցիա ենք անում։ Ընկերություն ասելով մենք համարում ենք, որ անպայման դիմենք մտնենք իր անձնական տարածք, պետք չի մտնել անձնական տարածք, ընկերություն կարելի անել առանց անձնական տարածքի։ Կա ընտանիք, որտեղ երբևիցե խնդիրներ չեն լինում, կա ընտանիք, որտեղ միշտ համերաշխությունը եւ փոխըմբռնում։ Տեսեք, երկու մարդու հարաբերությունների մեջ չի կարող լինել այնպես, որպեսզի չլինի տարաձայնություններ։ Տարաձայնությունները լինելու է երկու մոտ ասեստինը։ Եթե ձևակերպում է այսպես տանք, կոնֆլիկտ, չէ՞, մենք չենք սիրում կոնֆլիկտ, չէ՞, ու մենք հիմա կոնֆլիկտի մասն ենք, չէ՞ խոսում ճիշտ։ Պետք է ասեք դրա հակառակը որն է։ Դրա ալտերնատիվը որն է, եթե մենք կոնֆլիկտից խուսափում ենք, ապա դեպի ուր ենք ուզում գնալ։ Դեպի ինչ, որ տարաձայնությունը միևնույնն է լինելու է, ես ու դու էլ ենք ունենալու տարաձայնություն։ Եթե մենք չենք ուզում կոնֆլիկտ ունենալ, ապա ինչ ենք ուզում ունենալ։ Ասենք բանավեճ։ Հիմա հասկանանք կոնֆլիկտի եւ բանավեճի տարբերությունը որն է։ Կոնֆլիկտի եւ բանավեճի տարբերությունը մեկն է։ Կոնֆլիկտում մենք անդրադառնում ենք դիմացինի անձնային որակներին, բանավեճում մենք անդրադառնում ենք այն պարագային, որտեղ ունենք անհամաձայնություն։ Բանավեճում մենք ասում ենք մածունը սև է կամ սպիտակ, ստեղ ասում ենք հո դու հիմար չես մածունը սև ես անվանում։ Տարբերությունը սա է։ Հենց մենք ասենք հո դու հիմար չես, նայել ասում է հիմարը դու ես, ու մենք ունենում ենք արդեն կոնֆլիկտ։ Հասկացաք ինչ է։ Հիմա երկու մարդ միշտ ունենալու են տարաձայնություններ։ Հնարավոր չէ որ այս երկու մարդ ամեն պարագայի նկատմամբ ունենան նույն մոտեցումները։ Մեկին էս պատը դուր կգա, մյուսին էս պատը դուր չի գա։ Okay, հասկացան։ Ու իրանք կարող են այդ բանա վիճել, հետո ամեն մեկը մնալ իր կարծիքի, բայց դա չի դառնա կոնֆլիկտ, ու դա չի կարա ազդի իրենց հարաբերությունների վրա, անձնային հարաբերությունների վրա, որովհետև անձնային հարգանք կա միմյանց նկատմամբ եւ մնացած բաները։ Հենց այս երկու մարդը սկսում են անձնային վիրավորել, ապուշի մեկը չես տեսնում, ահա, всё, պրծա։ Հասկացար։ Հիմարի մեկը չես տեսնում, ախասատակ պրծա։
Դու անճաշակ ես, դու այլևս դու հաղորդումներ ես սկսում գնալ այստեղ, հասկացաք, չէ՞, ինչ եմ ուզում ասել։ Մենք ունենում ենք կոնֆլիկտ, որը կարա բերի արդեն կուտակումների, ամուսնալուծության եւ այլ բան։ Պարոն Մադաթյան, արտաքին ազդակները լինի քաղաքական լարված իրավիճակ, տարածաշրջանում պատերազմ, երկրում տնտեսական ճգնաժամ, այս կրիտիկական բացասական ինֆորմացիաները ինչ որ կերպ ազդում են ներընտանեկան փոխհարաբերությունների վրա։ Միանշանակ ազդում են եւ նույնիսկ կարա լուր մրցակցություն գնա ապրումների խորության մասով։ Ես ավելի խորն եմ ապրում ես ճգնաժամը, քան դու, ուրեմն ես ավելի հայրենասեր եմ, քան դու, մոտավորապես, հա, կամ եւ այլ, հա, տես առանց ընդունելու, որ յուրաքանչյուրը իր չափի արտահայտումներ ունի, իր ձևեր ունի։ Կարա դա էլ ազդի, գիտեք, ամեն ինչը կարա ազդի։ Անձնային աճը կարա ազդի, երբ որ երկու անձ մի ընտանիքում հավասար չեն աճում իրար հետ։ Մեկը գնում է ասում է սարերը, մյուսը մնում է ես իմ մոր, ու մեկ ես գում ես որ ժամանակին ես մարդիկ իրոք սիրել են իրար, իրանք եղել են մի հարթության վրա, իրանք օքեյ, բայց սա որ գնացել է, սա հետևից չի եկե։ Լավ ինքը չի եկե, սա չի քաշ տվել մի փոքր։ Հասկացաք ինչ իմաստա։ Ոսկե տես, եթե մենք ընտանիք ենք, կապ չունի, ինքը ձգտումներ չունի, բայց մի քիչ ես քաշ տամ, հետո ինքը կգա, այսպես մի ձևի իրար հետ կհասնենք տեղ, հասկացած, չէ՞։ Ու այս տարբերությունը այնքան է մեծանում, որ խզում է գնում, կտրվում է այդ բառանը։ Ինքը այլևս չի կարողանում իրանց պահել։ Հասկա, օրինակ, հա, այս մի բանը։ Ես չգիտեմ, նոր երեխայի ծնունդի հետ արժեքներ են փոխվում։ Ու մեկ էլ օրինակ, հա, մկինը սկսում է տանը գերագնահատել երեխային թերագնահատելով ամուսնուն, փոխում արժեքները, որտեղ ամուսինը թերագնահատված է իրանցվում եւ հազար բան կարա բերի խնդրի, հա, որտեղ մենք ինչ ենք անում։ Մի լավ ընտանեկան հոգեբանկար Լեսլի Կամերոն Բենդլերը հետևքի բաններ ասում, ասում կամայական կոնֆլիկտի տակ մի գեղեցիկ բյուրեղապակե շատրվան է, որը տարիների ընթացքում որի վրա փոշի եք դրե։ Հիմա կամ դուք այդ փոշին կմաքրեք, ու տակից այդ շատրվանը էլի գերևա, կամ կկոտրեք այդ շատրվանը, ձեր ընտրությունն է, որը դուք կանեք։ Հասկացաք, չէ՞, ինչ եմ ուզում ասել։ Եթե երկու հոգի իրար հետ միացել են, հիմա մեր հեռուստադիտողների մասին եմ ես նորից ասում, ովքեր մեզ լսում են։ Ուզում եմ մի պահ հիշեն, երբ ոնց են միանք ամուսնացել։ Այդ սերը, սպասում է, զանգը, սրտխփոցը, այդ որ իրանք, սա եղել, եթե եղել է իհարկե, սա եղել է։ Ու սա ժխտել պետք չի։ Իհարկե իր վրա մենք նստվածքներ ունենք, նա ինձ վիրավորեց, նա ինձ կոպտեց, նա ինձ անտեսեց, տոլմեն աղաքի չէր եւ այլ։ Բայց հասկանում եք, այդ տոլմեն աղաքիչերը այն սպասումի դեմ փոշի է։ Ուղղակի նիթեցեք սրբեք այդ փոշի։ Ուղղակի փորձեք իրար էլի սպասել։ Ուղղակի փորձեք հասկանալ, որ դիմացինը քո այն մարդներ, ումից բացի դու ոչ մեկի ինչ որ պահ չէի նկատում ու չէի տեսնում, եւ կհասկանաք, որ դուք ունեք ընտանիք, այդքան բան։ Պարոն Մադաթյան, խոսեցինք այն մասին, որ ընտանիքի տարբեր ձևաչափեր կան, թագավորական շատ ընտանիքներում, երբ որ սենյակների բազմազանության խնդիր չի ունեցել, յուրաքանչյուրը ունեցել է իր ննջասենյակը, սա նորից ինչ որ հատուկ է արվել, ինչ նպատակի է սա ծառայում եւ այսօր էլ է արդյոք սա ակտուալ։ Տեսեք, հետաքրքրությունը ամուսինների միջև իրար պահպանեն։ Հնում թագավորները երբ որ ամուսնացել են, իրանք չեն ամուսնացել սիրելով։ Իրանք ամուսնացել են, որովհետև տենց պետք է, քաղաքական իրավիճակից ելնելով, ինչ որ մի հատ ուրիշ թագավորի աղջկա հետ, որ երկրները բարևը պատերազմ հարթելու համար են, հզոր երկրի հետ բարեկամանալու համար են, հա, լուծե եւ այլն, եւ այս երկուսը իրար հետ հայրենիքի համար, իրանց երկրի համար զոհել են, որպեսզի դառնա ընտանիք։ Հիմա այս ընտանիք դառնալու համար իրանց պետք է եղել, որպեսզի իրանք ունենան իրենց տարածքը, որովհետև այլևս շատ վատ կլիներ, դաժան կլիներ, եթե սրանց մի հատ ստիպեին, ասեին դուք մի ննջարանում էլ պետք է քնեք, ամեն օր էլ իրար հետ կողքը խռացնեք, մի քիչ լավ չէ լինի։ Դրա համար այդ թագավորները ոչ թե սենյակների բազմազանությունից, այլ ուղղակի տվել է այդ հնարավորությունը թագում։ Եղել է, որ ամուսնությունից հետո հետ թագուհին ամիսով թագավորին իր սենյակ չի թողել։
Ամուսնացել ենք, հասկացանք, որ բարեկամանանք, բայց չեմ սերապես չեմ ուզում ես քեզ։ Հասկացաք, չեմ, որտեվ այդ սերականը չի նոմ էլի պաշտոնական, տիպը երկրից համար այդ համ պարկեմ մեկի տակ ես։ Բայց այսօր շատ ընտանիքներ այդպես են անում, ասելով, որ սա միջոց է հետաքրքրությունը միմյանց հանդեպ պատկերել։ Իրեն գիտեն, ես չեն պատրաստվելու դատել։ Ես գիտեմ ընտանիքներ, որոնք շատ մեծ տուն ունեն բազմաթիվ սենյակներով, բայց ամուսինները մի ննջասենյակ։ Դուք որպես հոգեբան, ընտանիքի ամրության, զույգերի միջև ամրության համար որ տարբերակն եք խորհուրդ տալիս։ Տեսեք ինչու նախնդիրը։ Նայած ինչ տարիքի զույգերի մասն ենք խոսում։ Կա հասուն տարիքի զույգեր, որտեղ երևի առանձին ննջարաններն էլ կարելի է ընդունել։ Երբ որ կինը անցնում է հասունության նյաճ շրջանակ կլիմաքսից հետո եւ սեռական կյանքը այլևս սիրո համար այդքան կարեւոր չի, բացի անձնային գնահատական։ Երբ որ տղամարդն է մի փոքր թուլանում ու չի ուզում, ուզում է այդ գնգահովով գնա, որ հանկարծ իրան չասեն, որ թուլացել, դե տղամարդու համար դա ինքնասպանության նման բան է, որ իրան ասեն թուլացել է, այս դեպքում կարող է սա էլ է ֆորմատ։ Ես դրա համար ես ուզում եմ հիմա հիմնավորում տա։ Եթե խոսքը գնում է երիտասարդ ընտանիքների մասին, որոնք որ ամուսնացել են սիրով, ապա ես կարծում եմ ու միշտ համոզված եմ եղել, որ մի ննջարանը որը պետք է գաղտնի մնա իրենց երեխաների համար։ Ու ամեն անգամ երեխաները տեսնեն, որ մի դռնից հայնում հայը դուրս եկան շփթալով ու չհասկանան, թե ինչ այնտեղ կատարվում, հասկացաք, չէ՞, խորհուրդն եմ ես ասում։ Սա ամենաերջանիկ ընտանիքի եւ երջանիկ երեխայի գրավականն է։ Եթե խոսում ենք առողջ ընտանիքի մասին։ Պարոն Մամադասյան, թագավորներն ու թագուհիները հաշվարկով են ամուսնացել, այսօր էլ մեր օրերում էլ շատ տարածված է հաշվարկով ամուսնությունները, որոնք շատ հաճախ ավելի ամուր ընտանիք են կազմում, քան թե սիրահարվածությամբ, որովհետև այդ սիրահարվածության ընթացքում այդ պատկերացումն ու ակնկալիքները շատ ավելին են լինում, պայմանավորված զգացմունքներով, քան թե հաշվարկը։ Տեսեք, ես այդտեղ ընտանիք գաղափարի հետ համաձայն չեմ։ Ձեր ասած, հաշվարկով ընտանիք չի կազմվում։ Հաշվարկով կազմում է բիզնես տանդեմ։ Դա կարող լինի երկու պարտներներ, որոնք որ հետո երեխա էլ ունենան, հասկացանք, որպեսզի այդ երեխեքը հետո այս երկուսի ստեղծած բարիքը վայելեն, ոչ թե դա ստեղծվում է հույզերի վրա։ Ընտանիքը հուզական ֆոնի վրա ստեղծված միավորը։ Հույզի վրա է ստեղծված։ Երբ որ մի տղա ու մի աղջիկ փողոցում, չգիտեմ որտեղ, այսպես լույսի տակ, այսպես հասկացաք, ու սա ասում է ես առանց քեզ կմեռնեմ։ Հիմա տեսեք, սա հուզական բաներ եմ ասում։ Շեքսպիր, ինքնասպանություն, այս սա ընտանիքին բերող իրավիճակները, հասկացեք, այս է ընտանիքը։ Ընտանիքը չի նում, ես 1 միլիոն ունեմ, դու էլ 1 միլիոն ունես, արի իրա փսակվեն, որ 2 միլիոն դառնա, մեր երեխեքի մնա։ Բայց այսօր այդպես է։ Ընտանիք, եկեք դրան ընտանիք չանվանենք։ Հասկացաք, եկեք դրան դնենք բիզնես տանդեմ, եկեք ասենք օքեյ է, դա էլ է օքեյ տարբերակ, այո, միշտ եղել է թագավորական ընտանիքների իշխանականները, տարբեր մարդիկ, ովքեր ունեցվածք ունեն, իրանց երեխոն չեն տվել մի հատ սագապանի ու բոլոր եկյալներում այդ կռիվը կա, չէ՞ որ սագապանը սիրարվել է իր աղջկա վրա, ինքը կռիվ անում, կտրում է, որ հանգարց չփսակվի, փսակնուրի։ Okay, էս նորմալ է սա, հասկացար, կան չգիտեմ տուրնիրներ են արել, հաշկինակ ակցե, որ հարուստ ինչ որ ասպետներ կան, ուժեղներ կան եւ այլն, որ իր հարստուց էս ուրիշ նպատակ է ունեցել։ Բայց հիմա մենք ուրիշ ժամանակում ենք, չէ՞։ Մեր երեխան գալիս է ասում է, գիտես, պապա, ասում է, Չինաստանում այնքան գեղեցիկ աղջիկներ կան, ասում է, մեկին բեր տուն։ Պարոն Մամադասյան, օքեյ է, չէ՞։ Եթե դու գալիս է, ինչ է։ Ահա, դուք որպես հայր երբ դառնաք, ես հուսով եմ կդառնաք, միլիոնատեր, ձեր որդուն կապ չի։ Նույն սկզբունքը կպահպանեք, որ գնա Չինաստանից լավ նաբեր։ Ես համեստ ընտանիքում եմ ծնվել, համեստ չեմ ասում աղքատ, ինտելիգենտ ընտանիքում եմ ծնվել, մայրս դասախոս է եղել, հայրս նկարիչ է եղել, հասկացա, չէ՞ դες օլիգարխ չենք եղել քաղաք, խորհրդային շրջան, բայց վատ էլ չենք ապրել։ Ունեցվածքս ինքս եմ կերտել։ Տղաս ինձնից խելոք տղա է, ինքն էր կարա կերտի։ Բայց հուզական ոլորտը ինքը պետք է իրա կարողանա ճիշտ պահել։ Այլապես ոչ մի միլիոն իր աշկին չի երևա։
Հասկացա՞ր, եթե դու ունես կուռ ընտանիք, եթե քո կինը քո մեջքին է, եթե քո ամուսինը քո մեջքին է, եթե դուք միասին եք, ունենալով տարաձայնություններ, ունենալով բանավեճեր ինչ որ թեմաների շուրջ, մեկը, չգիտեմ, տապակացող սիրում է, մյուսը չի սիրում, օքեյ, հասկացաք, սա նորմալ երևույթ է, ձեր $1000-ն էլ միլիոնի արժեք ունի։ Ես շատ միլիոնատերեր եմ ճանաչում, որոնց տեղ ես չէի ուզի լինել, մեղմ ասած, սենց ասեմ, ու ավելի շատ տենց մարդ եմ ճանաչում, ու շատ քիչ մարդ եմ ճանաչում հարուստ, որոնք երջանիկ են։ Ինչով եք տակ պայմանավորում այդ պարտադրանքներով սկսած նրանից թե ում հետ պիտի ամուսնանան։ Անազատությամբ այդ գումարը կապում է ձեռքերը մարդկանց։ Այդ գումարը երբեմն ու ագահությունը մարդկային կապում է մարդկանց ձեռքերը։ Իրանք թույլ չեն տալի իրանց հույզերի մեջ դնել ազատ։ Իրանց թույլ չեն տալիս հասկանալ, որ այս սագապան աղջիկ աղնա։ Որտեվ նա մեր թայը չի։ Չէ՞ մենք տենց կաս, ահա, կան տղան աղջիկը, ես հիմա որ մեկին ասում եմ, խնդրում եմ մյուս սերը չվիրավորվի, էլի։ Մեկի վրա եմ օրինակը բերեմ, մյուսի վրա նույն թվի հայլային։ Հասկացաք, նաև դա, նաև այն թե ոնց մեզ պետք է հասարակությունը ընդունի։ Ես այսօր ճանաչում եմ բազմաթիվ ընտանիքներ, որոնք չեն ամուսնալուծվում, որովհետև իրանց հարիր չի, բայց իրանք ամուսնալուծված են։ Ուղղակի մեծ տանը կինը ապրում է մինչ անում, ամուսինը մինչ անում, ու երեխեք շատ լավ գիտեն, որ իրանք ամուսնալուծված են։ Բայց իրանց հարիր չի, թերթերում կգրեն, հասկացաք, չէ՞ ինչի մասն է խոսքը։ Ու չեմ հասկանում սրա տրամաբանությունը իհարկե, բայց դա տենց։ Հասկանում եք, տեսեք, հաճախ գումարը մարդուն, դա սխալ է իհարկե, նորմալ մարդուն չի կարա գումարը փոխի կամ այլն, բայց փչացնում է, վերացնում է, ինքը այն թին թալերի նման ժպիտը առնում է քեզնից։ Դու չես կարողանում ժպտալ, որովհետև ծիծաղալու է, դու ժպտում ես, որովհետև տենց պետք է։ Սա շատ բարբեր բաներ են։ Դու չես կարողանում ուտել ու ասել համեղ է։ Դու ասում ես, չէ, ես սա չեմ ուտի, որովհետև ես հարուստ եմ, ուտեմ սերիկրա, չէ, համեղ է կեր։ Քրճիկ ես սիրում, քրճիկ կեր, ընկեր ջան։ Պարոն Մադաթյան, երբ ամուսինները ամուսնալուծված են, բայց շարունակում են նույն տանիքի տակ ապրել, արդյոք սա մեղմում է երեխաների ստրեսը ընծնողների բաժանությունից։ Բոլորովին նշանակություն չունի, որտեղ են իրանք ապրում։ Առանձին թե միասին ամուսնալուծության ժամանակ իրարից վրեժ չլուծելու խնդիրն է մեղմում։ Եթե նույնիսկ առանձին են ապրում, բայց իրարից վրեժ չեն ուզում լուծեն, իրար մեղավոր չեն ուզում հանեն, երեխայի հոգեբանությունով սպեկուլյացիա չեն անում, եթե չեն պատրաստվում տալ դատարաններ միայն դիմացինին վնաս տալու համար, ապա դառնում է համեմատաբար առողջ հարաբերություններ։ Եթե իրարից վրեժ են հանելու, եթե փորձելու են մի տաբուրետկի կռիվ անել իրար հետ, սա իմ հերն ա բերե, սա քո մերն ա բերե եւ այլ, սա քեզ ա նրան եւ այլ, սա աբսոլյուտ տես խնդիր չկա։ Միակի տակ ապրելու միավորը որպես գործոն ես չէի ընդունում։ Տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունների մասին եկեք խոսենք։ Եթե տարիներ առաջ առավել հաճախ հանդիպում էինք տարիքով ավելի մեծ ամուսին կամ պարզապես զույգ տղամարդը տարիքով մեծ, այսօր հակառակն ենք տեսնում, շատ հաճախ երիտասարդ տղաներ իրենցից 10-20 տարիներ ավելի մեծ կանանց հետ են հանդիպում։ Սա ինչպես է հոգեբանության տեսանկյունից բացատրում։ Պարզապես զգացում է, որ ծագեց տարիքը կապ չունի, թե ինչ որ բացատրություններ կան։ Տեսեք, իհարկե ես հիմա ինչ որ կասեմ, եկեք դա տարբերակներից մեկը քննարկենք, բայց ավելի հաճախ հանդիպող։ Այստեղ այդ տղայի մայրը մտածելու առիթ ունի, որտեղ տղային որպես կին ոչ թե ընկեր է պետք, այլ մայր է պետք։ Ինքը մայր է փնտրում իրեն, հակառակն էլ նույնն է, հայր է փնտրում իրեն։ Հա լոլիտայի էֆեկտը, որ մենք ասում ենք երբեմն, որ դեռահաս աղջիկները փորձում են հասուն տղամարդկանց հետ կապեր հաստատել, մենք Նաբոկովը միշտ ակտուալ է, ես էլ հայր է փնտրում, то есть էլի ասեմ, սերապես միշտ բան արեք, հիմա նեղացածություն չգնա մի կողմի։ Մայր է փնտրում ես տղան, իրան կին պետք չի, ու ես ասեմ հիմա շատ տարածված է։ Ես չգիտեմ, միգուցե մեր այսօրվա մայրերի մի փոքր անպատասխանատվություն ինձ է դա գալի, մի փոքր լուրջ չհասկանալուց է գալի իրավիճակը, բայց շատ են կանայք, որոնք բողոքում են, որ իրանք իրանց ամուսինների համար ավելի շատ մայր են, քան կին։ Խնամում են, հոգ են տանում, չգիտեմ, էպում են, թափում են, լվանում են,
Սա տղամարդու պահանջարկից է ելնում, թե կինը ինքն է ստանում էլ։ Ինքը իրանով ունի այդ իցն է դրված, որտեղ ինքը մայրացանվում։ Փոքր ժամանակ արդեն տիկնիկներին ամայրություն անում, չէ, փոքր քրոջն ամայրություն անում։ Սա իր մեջ դրված է, սա բնություն, իբն է դրված է։ Ու սա պետք է մեր հարաբերությունների մեջ լուբոյ կին իր ամուսնում պիտի մի փոքր էլ մայր լինի։ Մենք 5 կոմպոնենտ ունենք, երբ որ ասում ենք, այս 5 կոմպոնենտը բավարարված, ասում ենք ընտանիքը առկա է։ Մեկը հենց մայր եւ որդի կոմպոնենտն է, որ ընտանիքում պարտադիր պիտի լինի այդ հարաբերությունները ինչ որտեղ։ Աչո կերակրում ես ամուսնոտ, իչո պարկած տեղ ածալ ես գցումրեց, հոգատարության դրսևորումը։ Ինչ որ չափով պիտի լինի հայր եւ դուստր հարաբերությունները։ Այդ դոսեն վալեզ ես կոարցերը կլուծեմ, խախտում եմ, արե ոչինչ կմուծենք շտրաֆում, չէ, պապայի դիրքորոշում կա։ Պիտի լինի անպայման քույր եւ եղբայր հարաբերություններ։ Սա քույր հարաբերությունները իմ աղբերը մարդասպան մեկա ճիշտ է։ Չէ, այս հարաբերություններն է։ Իլքի ընկերներ հարաբերություններ պիտի լինի։ Ընկերներ, որ դու կհաղթես, դու կարող ես, չէ, ընկերներ ոնց է, նո։ Էսա իրար հետ պիտի լինի։ Եվ սիրեկաններ հարաբերություններ։ Ու այս հարաբերությունների արտահայտման ժամանակ է մյուսը չպիտի խանգարի։ Եթե մենք սիրեկաններ հարաբերությունների վաղ քույր ու աղբեր ենք մտցնում, ապա սիրեկաններ հարաբերությունները վերանում է, որովհետև քույր ու աղբեր այդ չեն կարա սիրեկաններ։ Հասկացա՞ք, չէ՞, ասա դիս։ Այս ինչ ասած էպիզոդիկ սա խաղացվում է։ Հիմա ելնելով կնոջ եւ տղամարդու կարիքներից մի քիչ սա ավելանում, մի քիչ պակասալ, օքեյ է սա։ Բայց երբ որ լինում է մայր եւ որդի հարաբերությունները դոմինանտ, այդ դեպքում սիրեկաններ հարաբերությունները սկսում է դառնալ զրոյական, որտեղ մի քիչ ինձ է ստա էլի մորոտ այդ սեռական կյանքով ապրելը։ Հասկացա՞ր։ Եվ բնականաբար մյուս հարաբերությունները սկսում է տուժել։ Ու մեկ էլ տեսնում ես մի 4-5 տարուց դու իր մաման ես, դուք սեքս չունեք, ոչ մի բան, ինքը ինչ որ պահանջներ է ներկայացնում, դու անում ես, կապրիզներ անում, ու սենց հա։ Կամ հակառակը դու իր պապան ես, հասկացա՞ր, չէ՞ ասացիս իմաստ։ Էս է ամբողջ խնդիրը։ Եվ այս 5-ը պիտի լի։ Մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, ու ես իզուր չէ, բութմատս տվեցի սիրեկաններին, որտեղ ես համարում եմ սա շատ կարևոր գործ է։ Ընտանեկան հարաբերություններում լինել առանց արգելքների, առանց պատնեշների սիրեկաններ։ Որը միջալոց կարոզում է նաև հայ առաքելական եկեղեցին, ասում ընտանիքում դու ասած ես։ Կամայական հարաբերություն, եթե երկկողմանի ընդունելի է, ապա ընդունելի է նաև եկեղեցու կողմից։ Հասկացաք, չէ՞։ Ահա, այս 5 հարաբերությունների համակցությանը մենք ասում ենք ընտանիք։ Այս է ուրիշ։ Երբ որ այս մարդիկ այսենց իրար կարիքում են։ Երբ որ ես իմ նոր կարիքն եմ ունենում, գնում եմ կնոջս մոտ։ Այս չկա, ով պետք է լինի, մեկը տալիս է այստեղ։ Հետո կարիս եմ տեսնում եմ ինչ որ կին է, սա որոշե բան, այսենց ինչ որ բանկեն չի կարում բացի։ Այն կինը, որը որ դիվանը մի ձեռով բարձրացնում, տակը մաքրում է, բանկեն չի կարում բա, օքեյ, եկե բանկեն են բացում։ Հասկացաք, չէ՞, այսենց մենք խաղում ենք։ Ոչինչ բալես կստացվի եւ այլն, դու ճիշտ ես, ես դրա տիրոջ մեր։ Այսնենց բերեցինք, սարքեցինք ընտանիք։ Էս ուրիշ։ Բաժանությունների հիմնական պատճառը ո՞րն է լինում։ Ուտոպիա։ Մեծանատությունը։ Շատ բաներ հիմա կարամ ասեմ որպես հիմնական պատճառ, բայց հիմնական պատճառը նա է, որ մարդու ագահությունը, որը չի գնահատում այսօրվա իր ունեցածը։ Այն որ դառնում ենք իրար համար սովորական։ Ու սա միայն արտաքին տեսքով չի պայմանավոր, բայց վստահ եղեք, որ արտաքին տեսքը դոմինանտ չի տեսիր։ Իհարկե կարևորապես դոմինանտ չի։ Այն որ հանելուկ չի մնում։ Այն որ անցնում ենք սահմանները եւ իրար հայոյում ենք վերջի բառերով, հետո ինքներս էլ այդ նվաստացած վիճակի մեջ այլևս չենք սիրում դիմացին։ Այն որ ինքներս նվաստացնում ենք մեր կողակցին, հիմա սեր չեմ ասում հատուկ ուտվեք մինադա վերաբերում։ Հետո ինքներս ենք, բայց նվաստացածին ոնց սիրեմ։ Հասկացած չէ։ Բայց ինքներս ենք նվաստացրել իրա։ Հասկացած չէ։ Ամուսնալուծությունների հիմնական պատճառը անպատասխանատվությունն է։ Հիմնական պատճառը նա է, որ դպրոցական հասակ երեխաներին սովորացնում են սեքս, չեն սովորացնում ընտանիք։ Իսկ պետք է լիներ հակառակը, պետք է սովորեցնեին ընտանիք, ոչ թե սեքս։ Պետք է բացատրեին ընտանիքի կարևորությունը, որտեղ ես համարում եմ, որ պետության ամրությունը ընտանիքի մեջ է։ Իսկ մենք այսօր ունենք 70 ավել տոկոս ամուսնալուծություններ։ Հասկանում եք, չեն իմաստան խոսքը, ինչպես մենք կարող ենք այս երկիրը համարենք ամուր։ Ինչ նկատի ունեք դպրոցներում սեքս են սովորեցնում։
Սեռական դասարակություն ունենք, չէ, մենք դες ինչ որ փորձում ենք ամեն անգամ ինչ որ Եվրոպան բարձր մեծ սեռական դասարակությունա փորձում սովորացնել, փոխանակ ընտանիք սովորացնի։ Ես դեմ չեմ սեռական դասարակության, դա չի ամենակարևորը։ Հասկացա՞լ, եկեք սովորացնենք միմյանց հարգել, ընդունել, եկեք սովորացնենք ընտրել, հասկանալ, որ կինը դա գործիք չի, ինքը ռեալ լվացող չի։ Հասկացաք, եկեք սովորացնենք այդ տղամարդուն կամ կնոջը ինչպեսին պետք է լինի ընտանիքը, ոչ թե իր ընտանիքի մոդելի վրա միայն, որտեղ չգիտես ինչ մոդելում է այդ մարդը մեծած է, որպեսզի իր ընտանիքի մոդելը չբերի այստեղ, իր հայրը իր ամորը տպել է, ինքն էլ իր կնան տպի, հասկացաք, չէ։ Հասկանանք, որ չի կարելի բռնանալ, չի կարելի պետք է այս ընտանիք, ու հասկանանք, որ դա կարևոր է։ Ոչ թե անկարևոր, ուզում ես փսակվի, ուզում ես մի փսակվի, ինչ որ մեծ չոլկով ծծապեչատ բլոմա դու այլևս փսակված չես։ Որ հարաբերություններն առավել կայուն եւ կարողանում են դիմակայել ցանկացած ցնցման, որտեղ ինչ հարաբերությունները պիտի դոմինանտ լինեն։ Հարգանք։ Փոխադարձ հարգանքը, մարդ տեսնելը։ Ցավոք սրտի մեր հասարակությունում իրար մեջ մարդ տեսնելը վաղուց մոռացվել է։ Մենք մոռացել ենք, մեր իրար մեջ մարդ չենք տեսնում։ Նույնիսկ այսօր, երբ որ տեսնում ես Միքայել Սրբազանին, Դատանին, Դալիչին, դու իր մեջ մարդ չես տեսնում։ Հենց մարդ տեսնես, անես կփոքրանաս, կնվաստանաս, ինքը կդնի տհաճ։ Մարդ տեսնելը։ Ես կարծում եմ, որ մենք սովորենք մարդ տեսնել մեր կնոջ մեջ, մեր ամուսնու մեջ, մեր երեխայի մեջ, մեր ծնողի մեջ։ Ու պարտադրենք, որ մեր մեջ մարդ տեսնեն։ Պարտադրենք չի նշանակում գրիբան ենք։ Պարտադրենք նշանակում մեզ այդպես պահենք, որպես մարդ, ազատ մարդ։ Հա, ես չհասկացա մարդ տեսնելուց ինչի պիտի տհաճ լիներ։ Տհաճ լիներ, երես վիճակի մեջ ենք։ Տհաճ լիներ, որ այդ մարդը այդպես ընկճված ու վատ վիճակի մեջ է։ Տհաճ լիներ, որ մենք այսօրվա դրությամբ հասել ենք նրան, որ մի ինտելիգենտ, տարեց, առաքինի մարդ այսօր մոլորված աչքերով նստած է։ Ու ինքը մենակ այդ օրը չի նստած, նրանց հետո շաբաթով փագայև է։ Ինքը մտածելու առիթներ է ունեցել, Աստծո հետ է շփվել։ Հասկացա՞ք։ Դա չի սարումով։ Ամա չենք էլ մեր հանրության համար, որ այս օրինակ։ Այս արումով ասի տահաճ լիներ։ Մարդա դա, էությունա դա։ Ինքը հասկացաք, էս է խնդիրը։ Մարդ ես, մարդա, բոլորը մարդ է։ Այս մարդը հոգի ունի, ծեր ունի, արժեքներ ունի, հասկացաք, չէ՞ ինչ եմ ուզում ես։ Պարոն Մադաթյան, Սրբազանից խոսեցիք, հավատով հագեցած ընտանիքները ավելի ամուր ընտանիքներ են կազմում, թե նրանք ովքեր այլ ձևաչափով, որովհետև այստեղ էլ որոշակի կարծրատիպներ կան եւ որոշակի խիստ սահմաններ կան, որոնք կարող են եւ խալխլել ընտանիքը։ Տեսեք, ես համարում եմ, որ հավատը եւ կրոնը ժամանակի մեծ դեր են ունեցել ընտանիքների կայացման շրջանում, բայց մենք այլևս թեվակողել ենք մի փուլ, որ հավատը չպիտի ստիպի ինձ, որ ես չբաժանվեմ։ Հավատը չպիտի ստիպ, հավատի վախից չի կամ վախից չասեմ, հա, ինչ որ այդ դրանից չի, որ ես պետք։ Վերջապես մենք պետք է գանք հասնենք այն բուն նյութի, որտեղ նախկինում եթե ասել են Աստված չի ընդունում ամուսնալիություն եւ այլ, ու Աստվածավախ մարդիկ չեն բաժանվել ու մենք ունեցել ենք համատաբար ավելի կուր ընտանիքներ, սա էլ իհարկե ավելի լավ էր, քան ամուսնալիությունը, բայց ավելի վատ էր, քան այն ընտանիքը, որը եղել է հիմնված փոխադարձ հարգանքի, անձի եւ այլի վրա հիմնված։ Հիմա ես ասում եմ, մենք պիտի կարողանանք սերունդ դասարակենք, որ այս սերունդը իրար հարգի։ Իմ ասածը սա է, քանի կինը տղամարդուն չի հարգում, տղամարդը կնոջը չի հարգում, քանի կինը տղամարդուն է նայում որպես բա ինքը բի աշխատի եւ այլ, հատո էս որպես ես, սենց ասեմ։ Եվ տղամարդն է կնոջն է նայում որպես հավաքարար, մաքրուհի, սենց ասեմ։ Մենք չենք կարա լավ ընտանիք կառուցենք։ Այո, տղամարդը կնոջը նայում է որպես թաքուհի, իր կյանքի թաքուհի, ամեն մեկս մեր աշխարհը ունենք, չէ։ Կինն էլ հակառակ նմանատիպ մոտեցումն է տալի, հարգելով անձը նախընտրությունները, միասին կոնսենսուսային որոշումներ գարով, բանավիճելով, միասին ինչ-որ նայելով ֆիլմեր, որը մեկին դուր կգա, մեկին չի գա, օքեյ, սենց ինչ-որ այդ ժամանակ իրանք ստեղծում են իրենց աշխարհը։ Պարոն Մադաթյան, դուք որպես հոգեբան, նաև մեծ փորձ ունեցող, կենսափորձ ունեցող մարդ, որ դեպքերն են, որ չեք էլ փորձի խորհուրդ տակ պահպանելու ընտանիքը, որ հանգամանքներն են, որ իսկապես լավ կլինի բաժանվել եւ որոնք են պատճառները, որոնցով շատ հաճախ
բաժանվում են, բայց դուք որպես մասնագետ վստահ եք, որ եթե շարունակեին միասին ապրել, հարթվելու էր։ Խորհուրդ կտայի բաժանվել են դեպքերում, երբ որ ի սկզբանե ամուսնությունը դրված չի եղել հուզական ֆոնի վրա։ Թեկուզ մի կողմից, երկու կողմից մեկը։ Այսինքն մեկը կարող է շատ սիրել, մյուսը շատ դիտական նպատակներ, բայց նա էլի դա սերանվան է։ Հասկացաք, չէ՞ այն ժամանակ, խոսանք իր հետ, հասկացա, բայց սա տաբը տեսնել ռեյտինգային ընտանիքի տղա եւ այլն, կամ աղջիկա, հասկացա։ Այս դեպքերը ես կարծում եմ դժվար է լինում պահել ու լինում է որոշ դեպքերում, բայց դժվար է լինում պահել եւ այս դեպքերում մի քիչ սա խնդրային է։ Մնացած բոլոր դեպքերը ափսոսում եմ այն բաժանությունների համար, որը տեղի է ունեցել ներձակա շրջապատի դրդումով։ Բաժանությունների 90%-ը այդ դրդումով է տեղի ունենում։ Այսինքն մեկը իր քրոջ հետ է կիսոնյուսը, իր մոր հետ է կիսոնը, անդից ասում վայս շան տղուն նայել, մեկը նայել է սրան եւ այլն, ու վերջում ասում եք նա որ բաժանվում ենք, եւ ասեմ հաճախ լինում է որ գալիս են հոգի պանեսենյակ ու անկեղ խոսում են ու ասում են իրականում ես չեմ ուզում բաժանալ։ Բայց դե մեր ես քուրս ընկերուհիս են մեկ ասում ես քո տեղը հիմա որ ես չբաժանվեմ ես նվաստանալու եմ, հասկացաք չես։ Ինչի առիթով ես խորհուրդ եմ տալիս մարդկանց անձնական թեմաներով չխորհրդակցել մտերիմների հետ։ Ես համոզված եմ որ մտերիմները դա չեն անում վատ նկատառումներից ելնելով։ Ուղղակի կարող եք հասկանալ, որ տնայնագործ հոգեբանները ամեն ինչը ասում են իրենց սուբյեկտիվ կարծիքից ելնելով, որտեղ եթե դու տենց չէիր, ես կանեի։ Ու լիքը բան կա այս կյանքում ես անում եմ, որ շատերը տենց չէին անի։ Ու ես դրանց ֆակտ չեմ զգում, ու ես համարում եմ սա օքեյ է։ Հասկացաք, չէ։ Ու ես չեմ ուզում լսեմ խորհուրդներ, թե դու ոնց կանեիր։ Չեմ մտադիկ ես խորհուրդներ, թե ես ոնց կանեի։ Հասկացաք։ Ես կա շատ ուրիշ ձևի կարող անեի, բայց ես քեզ խորհուրդ չեմ տա։ Որտեղ չգիտեմ դա քո համար ընդունելի ճիշտ է, սխալ է, իմ համար դա ճիշտ է։ Հասկացաք ասած։ Այո։ Այո, որ սկսում են ներգրավել իրենց հարաբերությունների մեջ բարեկամներին, ու մի օր ամուսինները պարկում են իրենց մեծ երկու տեղանոց անկողնու մեջ ու կնոջ կողքին իր հայրն ու մայրն են պարկած, մետաֆորիկ, կամ մարդու կողքին իր հայրն ու մայրը, ու սրանք այլևս զգում են, որ դաժե չեն կարող սեքս անել իրար հետ, որտեվ եւս 8 աշկ իրական ընդ չի, իրանց կողքսս պարկած են ու հասել են, որ կարան դաժե խորհուրդ տան, ասեն, այս մատը փոխեք պոզաները ձեր, հասկացաք, չէ՞։ Այս արդեն բերելու է ամուսնալուծության, ինչի համար ես ցավալու եմ։ Հեսա այն որ ամեն զանգից հետո մամա գիտես ինչ ասես բան նայել ընդ զանգում է իր մամային հələ ստորի ինձ բան հասողած եմ չի կերակրում ու սա սենց դառնում է մի հատ եսի միջ այսինքն երկուսով չեն փորձում իրար հետ այդ խնդիրը լուծել մեր տատերը լավ խոսք են ունեցել ասել են զույգերը ինչ էլ անեն անկողնում պիտի բարիշեն առավոտյան պիտի իրանք արտանան բարիշած այս սկզբունքը ընտանիք վայելու ամենակարևոր սկզբունքներից մեկն է որտեղ այն սիրո ընտանեկան սեռական կյանքը դա սեքս չի, դա սիրո բացատրությունն է, որ անհնար է բառերով ասել։ Ուղղակի բաներ կա, որ դու չես կարող բառերով ասես։ Հիմա բոլորս տերան չենք կամ չարն չենք, որ զրկենք։ Ու դու դա սկսում ես ասել մարմնով, հայացքով, չգիտեմ, ու դա դառնում է սեռական կյանք։ Եկեք սա խիստ տարբերենք այն մյուսից, որին անվանում են սեքս։ Այս է սկսում ընդհատվել։ Իսկ ընդհատվում է ցերեկը մենք վիճում ենք, երիկոնը դա չկար, այն վիճում ենք չկար, կուտակվում է, մեկան ասում է խենք ապրում իրար հետ, միայն վատը կա այս կամ նարը չկա։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրող սրտերը հեշտությամբ են միմյանց ներում նույնիսկ ցավերը, նույնիսկ վիրավորանքները, սակայն ներման ընթացքը դժվարանում է, եթե այդ մասին դուք պատմել եք հարազատին։ Եթե նույնիսկ հարազատը մոռացության է դա մատնում, դուք նրան տեսնելով հիշում եք, որ նա գիտի, որ ձեզ վիրավորել է ու դուք ներել եք։ Հենց սա է հիմնական խնդիրը, որ պետք չէ, եթե լուրջ խնդիր չէ, պատմել ամեն վեճի մասին հարազատներին։ Դա դժվարացնում է հենց ձեր համար ներելու ընթացքը։ Հանդիպելու ենք նաև հաջորդ ուրբաթ առայժմ։